Եթե ունեք մեքենա, ապա ամենայն հավանականությամբ երբևէ կասկածված կլինեք ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում կատարելու մեջ։ Այլ բան մեղադրող կողմը պարեկը կամ ճանապարհային ոստիկանը կարողացել են դա հիմնավորել, թե ոչ։ Իսկ եթե այնուամենայնիվ տուգանել են ձեզ, հետաքրքիր է, պաշտպանել է արդյոք հետագայում նրանց այդ որոշումը դատարանը։ Գաղտնիք չէ, որ վարչական դատարան ներկայացված դիմումների գերակշիռ մասով վիճարկվում են հենց նման ակտերը։ Հետո սովորաբար, եթե դիմողի համար ոչ ցանկալի վճիռ է կայացվում, այն բողոքարկվում է վարչական վերաքննիչ դատարանում։ Ենթադրենք ես տարել եմ բողոք ուղղակի բողոքարկած լինելու համար, շատ վատ բողոք է, պետությունը ռեսուրս աղագին ծախսում, դատական ծախսներ անելու, այսինքն ծանուցումներ, մնացած։ Այսինքն, ի սկզբանե կա ենթադրություն, որ դիմումատուների մեծ մասը վերաքննիչ վարչականում ոստիկանության ակտերը բողոքարկում է առանց էական հիմքերի, ուղղակի աղոտ մի հույսով, թե մարդս բախտի հաց է, գուցեև վերաքննիչը բեկանի վարչական դատարանի ակտը։ Այն որ դատավորը ի սկզբանե պիտի ասի ավելի ախորպես սրա մեջ նյութ չկա, դա երկարում մի տարով գնում է, որ այդ ամենավերջում դատական ակտով ասի դատավորը։ Խնդիրը լուծելու համար գործադիրը նախկինում մի շարք միջոցներ է կիրառել, մասնավորապես համալրել է վերաքննիչ վարչական դատարանի կազմը։ Ենթադրվում էր, որ դա էականորեն պետք է նվազեցներ այս կառույցի ծանրաբեռնվածությունը։ Վերաքննիչ բողոք է ստանում, դատական ակտի հրապարակման օրեն նշանակում մի տարի հետ աշխատակազմը շատացնում, այսինքն դատավորներին ընդունում է, կտրուկ կրճատվում, ասենք մոտ 5-6 ամիս է տևում։ Հետո ամիս ու կես հետո էլի գալիս է, էլի մի տարի է կարողանում դատական գործի քննություն։ Հիմա Արդարադատության նախարարությունը որոշել է օրենսդրական փոփոխությունների միջոցով ֆիլտրեր ստեղծել, որպեսզի հնարավոր չլինի ցանկացած բողոք մուտք անել վերաքննիչ դատարան։ Օրենքի նախագիծը սահմանում է պարտադիր նախապայմաններ, որոնց բացակայության դեպքում վերաքննիչը պարզապես չի ընդունելու դիմումը։ 200,000 դրամը չգերազանցող պահանջներով կայացված դատական ակտերը բողոքարկելու դեպքում պարտադիր պետք է հիմնավորել, որ վարչական դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Ենթադրվում է, որ օրենագծի ընդունման պարագայում կշահեն այն անձինք, որոնց գործերը տարուց ավելի սպասում են վերաքննիչի վճռին։ Իսկ հավանական է, որ խոսքը գնում է, ասենք, մեծ ընկերությանը, էական բիզնես պրոցեսների, որոնց արգելակումը կապված է կայացվելիք դատական ակտի հետ։ Եթե առաջին ակցիանում օրինակ ասենք 18 դատավոր են վարչական դատարանը, վերաքննիչում արդեն ամեն գործը 3 դատավոր են քննում, ավելի բարդանում, 3 անգամ ուռում այդ ամեն ինչ, էլի։ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերաքննիչ բողոքների գրավոր ընթացակարգով քննության միջոցով թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը, ապահովել գործերի քննության ողջամիտ առավել կարճ ժամկետներ։ Հիմա գանք հակադիր կարծիքին։ Գաղտնիք չէ, որ վարչական ակտերը բողոքարկողների մի ստվար հատված էլ հասնում է դրանց վերանայմանը, սակայն հաճախ առանց փաստաբանի աջակցության, քանի որ այդ ծառայությունն ավելի թանկ է, քան վիճարկվող գումարը։ Վերը նշված փոփոխության պարագայում արդեն անհրաժեշտ է լինելու պրոֆեսիոնալ իրավաբանի մասնակցություն բողոքը լրացնելու համար։ Հետևաբար, մարդիկ ասեն 20-30 հազար դրամի ակտի համար չեն դիմելու փաստաբանի։ Եթե սրան էլ հավելվի այն փաստը, որ դատարան դիմելու համար սահմանված տուրքերն էականորեն աճել են, ապա ամենևին էլ անհիմն չեն ենթադրությունները, թե այս ամենի նպատակը նաև պարզապես բյուջե լցնելն է, որպեսզի մարդիկ ուղղակի վճարեն վարչական ակտերն ու հանգիստ թողնեն դատական ատյաններին։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։